Բարև, ես Էլենն եմ, իսկ այս վիդեոյում ես ձեզ ցույց կտամ, թե ինչ կա իմ ճամփորդական պայուսակում կամ ինչ եմ տանում ինձ հետ հանգստի։ Այս վիդեոն լինելու է բավական յուրահատուկ, որովհետև ես այս տիպի վիդեո ընդհանրապես չունեմ, բայց կարծում եմ կլինի շատ հետաքրքիր ու օգտակար։ Դե ինչ, բարի դիտում։ Նախ ձեզ ցույց տամ այս ինքնաթիռի բարձերը։ Իդեպ այս բարձերը ու անգամ այս պայուսակը ես պատվիրել եմ Թեմուից, ես չեմ ասում ինչ-որ գովազդի նպատակով, այլ ուղղակի փաստն եմ արձանագրում։ Սրանցից մեկը պետք է վերցնեմ, կոմենտներում գրեք, թե որ մեկը, մոխրագույնը, թե շագանակագույնը։ Այս պայուսակն էլ եմ վերցնելու, սա սենց փոքր, կարևոր իրերի համար է նախատեսված, երևի, չգիտեմ, ականջակալներս, անձնագիրս, լիցքավորիչս կդնեմ մեջը։ Ես էլ էլի Թեմուից եմ պատվիրել։ Հիմա անցանք այս մեծ պայուսակին, նախ ասեմ, թե ինչ է այս գնդակը, երևի ձեր ուշադրությունը սա գրավեց։ Այս գնդակի մեջ գտնվում է մեկ անգամյա օգտագործման անձրևանոց, սա արտակարգ իրավիճակների համար է նախատեսված, երբ օրինակ ինչ-որ միտեղ գնամ ու անձրև գա, այս գնդակը սենց բացվում է, անձրևանոցը հանում եմ ու հագնում եմ հագուստի վրայից։ Չգիտեմ, կարծում եմ օգտակար բան է, բայց հուսամ պետք չի գա։ Իդեպ, եթե ձեզ հետաքրքիր է ուր եմ գնում եմ Շրի Լանկա հանգստի։ Սրանք սովորական զարդեր են։ Այսպես սա վզնոց է։ Սրանք այսպես գեղեցիկ վզնոցներ են, այստեղ կան թևնոցներ։ Մենակ ականջող չեմ վերցրել, չգիտեմ ինչի։ Հաջորդը այս եռոտանիս եմ վերցրել նկարվելու համար, ու հաստատ պետք կգա։ Մյուսը այս եռոտանու լույսն է։ Իսկ սա այսպես էկրան է, որը միանում է հեռախոսին ու նկարվելու ժամանակ շատ օգտակար բան է։ Երբ քեզ հետևի տեսախցիկով նկարում են, դու հետևը կանգնած տեսնում ես, թե էկրանի մեջ ինչպես ես երևում։ Մազակալներ։ Այստեղ փոքր ռեզինկաներ եմ վերցրել, սենց։ Քանի որ արդուկ չեմ տանում մազի, դրա համար այսպես ռեզիններ եմ վերցրել, որ մազերս հյուսեմ ու գեղեցիկ տեսք ունենա։ Դիմացի հատվածից վերջացրեցինք, հիմա անցանք այս երկրորդ հատվածին։ Այստեղ ունենք դեղորայք, առաջին օգնության նպատակով, հուսանք սա պետք չի գա։ Այստեղ այսպիսի գեղեցիկ ծաղիկներ եմ վերցրել ինձ հետ, մազերի համար, իրոք է, նկարվելիս բավականին այսպես գեղեցիկ երևա։ Սա էլ է էլի ծաղիկ, հեսա բացեմ ցույց տամ։ Թեմուն իդեպ շատ լավ հարթակ է, սենց ինչ-որ ճամփորդության բաներ գնելու համար, շատ հարմար է, մատչելի։ Ընդամենը մի մինուս կա, ուղղակի պետքա ճամփորդությունից բավականին շուտ պատվեր կատարես, որպեսզի ժամանակին հասնի։ Օրինակ, այս անձրևանոցից ես 2 հատ էի պատվիրել, բայց քանի որ Թեմուն չգիտեմ ինչի որոշել էր 1 հատ ուղարկել, այդպես ես մի հատ ունեցա։ Այստեղ սաներ ունեմ։ Պայուսակը պատվիրել եմ, որպեսզի լողապ գնալու ժամանակ տենց ինչ-որ իրեր լցնեմ ներսում, անհրաժեշտ։ Սա սենց սովորական սրբիչ է, սա իրականում պետք է մեծ լիներ, որպեսզի այս սրբիչը փռեի ավազին պարկեի վրան, բայց քանի որ չափսերով փոքր է, ուղղակի սա կդնեմ, կօգտագործեմ ինչ-որ իրերս վրան դնելու համար։ Սա բանդանա է, քանի որ Շրի Լանկան բուդդայական երկիր է, մտածում եմ որևէ տաճար մտնելու համար կարող է արգելեն գլուխը բաց մտնել, դրա համար սա պատվիրել եմ, որ ասեն գլուխը ծածկեք, ինչ-որ ծածկելու բան ունենամ։ Սա ուրեմն ատամի խոզանակ է, ատամի մածուկի հետ միասին, այսպես շատ փոքր։ Սա շատ օգտակար բան է, հատկապես այսպիսի ճամփորդությունների համար, ընդհանրապես տեղ չի զբաղացնում։ Սրանք այնպիսի բաներ է, ինչ-որ ներքնազգեստ բան, որը չեմ ուզում սենց հանեմ ցույց տամ։ Ցույց չեմ տա։ Սրանք հովանոցներ են, սա նախատեսված է իմ հեռախոսի համար, որպեսզի պաշտպանի արևից ու անձրևից, իսկ սա նախատեսված է ինձ համար, որպեսզի պաշտպանվեմ անձրևից։ Քանի որ օդանավակայանում թույլ չեն տալիս 100 միլիից ավել ինչ-որ հեղուկ տեղափոխել,
Դրա համար այսպիսի ամաններ եմ պատվիրել, որևէ արևապաշտպան կրեմ կամ սովորական օճառ տեղափոխելու համար։ Այստեղ նաև ինչ-որ կոսմետիկ միջոցներ եմ վերցրել ինձ հետ, շփունքների մատիտներ, գլոս, տոնային կրեմ, այսպես փոքրիկ ամանի մեջ լցրած, տուշ, թարթչաներ կամ այստեղ ուրեմն այստեղ ռումյանան է, իսկ այստեղ հայլայթերը։ Այս իրական չգիտեմ ինչի եմ վերցրել, ես երևի տանը թողեմ, որովհետև չգիտեմ, դժվար պետք է այնտեղ։ Ու նաև այսպիսի փոքր սպոնժ եմ վերցրել, տոնայինը տարածելու համար։ Սրանք շատ օգտակար բաներ են, այս ամանները հատկապես պատվիրել եմ էլի Թեմուից։ Սա էլ է ինքնաթիռի բարձ է, բայց այս ինքնաթիռի բարձը նախատեսված է նրա համար, որ ինչ-որ եթե շատ իրեր վերցնեմ ինձ հետ Շրի Լանկայից ու պայուսակի մեջ տեղ չանի, իմ հագուստները լցնեմ սրա մեջ, սա ասենց պայուսակի նման ինչ-որ բան է, ու ինձ հետ տեղափոխեմ։ Այս պայուսակը ճամփորդության գնալու համար մաքսիմալ հարմար, մաքսիմալ թեթև պայուսակ է։ Չափսերը լրիվ համապատասխան է ձեռքի պայուսակի չափսերին։ Ու բացի այդ նաև շատ ինքը սենց գրպաններ ունի, այս ներքևի հատվածում կոշիկների համար այսպիսի տեղ կա, կոշիկներս եմ ցույց տամ մի անգամից։ Սա սովորական սանդալ, հա, ոնց ասեմ, սովորական այսպիսի սանդալներ են, ավազի վրա քայլելու համար։ Չուզեցի ինչ-որ հողաթափ կամ կրոքս վերցնել, դրա համար սա շատ հարմար է։ Մնաց վերջին ամենամեծ մասը, որտեղ դասավորել եմ իմ հագուստները։ Այսքան բան եմ ինձ հետ վերցրել, բայց կշռել եմ ու ընդամենը 4 կիլոգրամ էր։ Ամենաշատը այս երկար գեղեցիկ կապույտ զգեստն եմ հավանել, շատ եմ հավանել, մեջքի հատվածը բաց է, լողափում նկարվելու համար եմ հիմնականում պատվիրել։ Այս հատվածում, այս մասում դրել եմ իմ շորիկները, զգեստները հագնելու համար, այս էլի լողափում հագնելու համար եմ պատվիրել։ Ճիշտ է, այս երկրորդ զգեստը այդքան էլ չեմ հավանել եւ այս երրորդը երկար զգեստ է։ Սա էլ կարճ զգեստ է։ Այսպես վարդագույն։ Երևի 3 լողազգեստ եմ հետս վերցրել, կարծում եմ տենց ինչ-որ ցույց տալու բան չկա, սովորական լողազգեստներ են։ Այստեղ ձեզ ցույց տամ ակնոցները, լողալու համար նախատեսված։ Այս մեկը Թեմուից չեմ պատվիրել, բայց էլի չինական կայքից եմ պատվիրել։ Ինչպես հասկացաք, ես շատ մեծ սեր ունեմ չինական սայթերի հանդեպ։ Այստեղ իմ շալվարներն են։ Այս շալվարը այս հատվածից ունի շղթա, որը սենց բացում ենք, ու սա դառնում է շորտ։ Այսպես։ Էլ դրա համար շորտ չեմ վերցրել։ Սա լրիվ հերիք է ինձ թվում է ու մի հատ էլ այսպես բարակ շալվար եմ վերցրել, սև գույնի։ Եվ մի հատ էլ իմ շագանակագույն շալվարը ուղղակի հագնելու եմ գնամ օդանավակայան։ Այդ շագանակագույն շալվարը վերևում դեղին մայկա, իսկ վրայից հագնելու եմ սովորական ժակետ, որովհետև մարդ ես այնտեղ ինչ-որ ցուրտ եղավ կամ ուղղակի ինչ-որ անձրև բան հագնեմ այդ ժակետը։ Անկապ չդնեմ էլի պայուսակի մեջ, ավելորդ ծանր լինի, դրա համար հագնելու եմ։ Սա գիշերազգեստ է։ Սա վերևի հատվածն է մայկան, իսկ սա շորտը։ Ամեն ինչ սենց տոպրակների մեջ եմ դրել, որովհետև այնտեղ կարող է պետք գա էլ ինչ-որ կեղտոտ շորերը առանձնացնեմ այդ տոպրակների մեջ։ Սա այսպես բարակ մայկաներ են, սա կապույտ, սա դեղին, այս այն դեղին մայկան է, որը հագնելու եմ գնամ օդանավակայան, սա լավա հիշեցի հանեմ առանձնացնեմ։ Սա այն դեղին մայկայի կապույտ տարբերակն է։ Եվ սա էլ այսպես շագանակագույն։ Դե ինչ, իմ ճամփորդական պայուսակի պարունակությունն այսքանն էր։
Թեմուից բավականին շատ ճամփորդության համար օգտակար իրեր էի պատվիրել։ Երևի մենակ դժգոհ եմ այս անձրևանոցից, որը 2 հատ էի պատվիրել, մի հատ են ուղարկել, բայց ինչ արած այդպես էլ է պատահում։ Իսկ մնացած իրերից շատ գոհ եմ, բավականին մատչելի ստացվեց իմ գնումները։ Իսկ բոլոր նրանք, ովքեր երբևէ չեն ունեցել Թեմու հավելվածը, երբեք գնումներ չեն կատարել Թեմուից, մտեք այս վիդեոյի կոմենտները ու իմ թողած լինկով մտեք ներբեռնեք Թեմու հավելվածը։ Իմ լինկով մտնել ներբեռնելու դեպքում Թեմուն ձեզ որպես նոր օգտատեր տալիս է 30% զեղչ բոլոր ապրանքների համար։ Ու բացի այդ 40,000 դրամ արժողությամբ զեղչի կտրոններ է տալիս, որոնք ավտոմատ հետագա ձեր պատվերների ընթացքում ակտիվանում են ու ավելի մատչելի են ստացվում ձեր գնումները։ Այդ մենակ իմ թողած լինկով մտնել ներբեռնելու դեպքում, եթե սովորական ուղակի մտնեք App Store-ից կամ Google Play-ից ներբեռնեք, ձեզ ոչ մի բան չի տալու։ Դե ինչ, այսօրվա իմ պատրաստած վիդեոն այսքանն էր, կարծում եմ ինչ որ չափով օգտակար ստացվեց, չգիտեմ։ Դե ինչ, մինչ նոր հանդիպում։